Կարմիր գորգին 3 շաբաթ Երևանում ֆիլմի հերոսներն են։ Ողջունելով հյուրերին ու Մոսկվա կինոթատրոնի բակում խմբված կինոսերներին, նրանք շտապում են դահլիճ, րոպեներ անց հանդիսատեսի դատին հանձնելու երևանյան 3 շաբաթյա իրենց պատմությունը, հագեցած անսպասելի բացահայտումներով ու գլխապտույտ իրադարձություններով։ Տալ ժանրային եւ ոճային հստակեցում փոքրինչ դժվար է, ասում են ֆիլմի հեղինակները։ Իբրև ոչ, ձանոթ ոչ չէ, ասիկա շարավելի եվրոպական կամ independent անգախ ֆիլմերու ոչ մնե։ Ժանրը կարող ենք կոչենք կոմեդի, բայց բոլոր դերասանները շատ լուրջ են խաղում ֆիլմը։ Ֆիլմի առանցքում Լոս Անջելեսից Երևան ժամանած լիբանանյան ու իրանական ծագում ունեցող երկու կինոգործչի եւ նրանց հայաստանցի ընկերոջ պատմությունն է։ Ցանկանալով ֆիլմ նկարահանել, նրանք անցնում են ֆիլմարտադրության բոլոր դժվարությունների միջով, դերասանների փնտրտուքից մինչև ֆինանսավորում գտնելու բավականին բարդ գործընթացը։ Արդյունքում առաջին հայացքից տպավորիչ ու հետաքրքիր նախագծի իրականացումը վերածվում է իրական խառնաշփոթի։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են թե Հայաստանում եւ թե Սփյուռքում սիրված ու ճանաչված դերասաններ Վահիկ Փիհրամզեին, Վահե Բերբերյանն ու Հրանտ Թոխատյանը։ Այս իմ երրորդ ֆիլմն էր, իմ փորձը ինչ որ առաջի կինոն եւ երկրորդ կինոն Ամերիկայում եմ ունեցել, Հոլիվուդում, ինչպես ասած հոլիվուդյան դերասանների հետ։ Եկել ենք ֆիլմ նկարենք։ 3 շաբաթ Երևանում լիամետրաժ նստ հեղինակների ֆիլմարտադրությունում Հայաստան-Սփյուռք թերևս առաջին լայնածավալ գործակցությունն է։ Նկարահանման 32 օրերի ընթացքում ֆիլմի ռեժիսորները փորձել են սփյուռքահայի աչքերով ներկայացնել Երևանն ու երևանցիներին։ Նպատակը աշխարհասփյուռ հայությանը հայրենիք վերադարձնելն ու ապրելու, ստեղծագործելու եւ կայանալու ճանապարհները հենց հայրենիքում փնտրելու կոչն է։ Տեսակը այնպես է, որ նկարչության նման ամեն մարդ նայելով կարող է մի բան քաղի։ Եթե Ալ Պաչինոն է նկարում ձեր ֆիլմում, Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապը եւ դրա ամրապնդմանը միտված ցանկացած համագործակցություն, դերասան Նարեկ Դուրյանն անմիջապես համաձայնեց խաղալ ֆիլմում, մարմնավորելով մշակույթի նախարարի դերը։ Իսկ նկարահանումների ընթացքն ըստ դերասանի հետաքրքիր էր ու հագեցած։ Երբ ես լավ աշխատում, երբ չես նկատում, որ աշխատում ես, չէ՞։ Կան չէ աշխատանքներ, որ ասում ես երբ հավեք չէ։ Այստեղ ես չզգացի շատ հանգիստ, շատ խաղաղ, ջան ասելով, ջան լսելով։ ձեր սցենարը ինչի մասին էր։ Մերը շատ բարձ պատմություն ունի։ Դերակատարները, ֆիլմը, ամեն ինչը շատ լավ էր, հիանալի էր։ Ուզում եմ, որ բոլորը լսեն Սփյուռքը եւ մնացածը, ով լքել է Հայաստանը անպայման վերադառնա։ Հայաստան, հայկական բնաշխարհ, հայկական սովորույթների ներկայացումներ կար։ Կրթողեր, քան թե ուղղակի զվարճալի։ Շատ հաճելի Արորյան մոռացնող ֆիլմ էր։ Ժամանակի ոգու շատ համապատասխան։ 3 շաբաթ Երևանում ֆիլմը նախատեսվում է ցուցադրել ինչպես Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում ու համայնքներում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Միացյալ Նահանգներում ու հայաշատ այլ երկրներում։ Լիլիթ Մարտիրոսյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։